Գիրք Ծննդոց, գլուխ 25. Եվ Աբրահամը դարձյալ կին առավ, և նրա անունը Քետուրա էր։ Եվ նա Զեմբրանին և Հեքսանին և Մադանին և Մադյանին և Հեսբոնին և Սովեին ծնեց նրա համար։ Եվ Հեքսանը ծնեց Սաբային և Դեդանին։ Եվ Դեդանի որդիքն էին Ասուրիմ և Լատուսիմ և Լովոմիմ։ Եվ Մադյանի որդիքը Գեփա և Ափեր և Ենովք և Աբիդա և Ելդագա էին։ Սրանք ամենը Քետուրայի որդիքն էին։ Եվ Աբրահամն իր բոլոր ունեցածը տվավ Իսահակին։ Բայց Աբրահամի հարճերի որդկանցը Աբրահամը պարգևներ տվավ և նրանց իր որդի Իսահակի մոտիցը, քանի որ տակավին կենդանի էր, դեպի արևելք, արևելյան երկիրը արձակեց։ Եվ սա է Աբրահամի կենած տարիների օրերը, որ ինքը ապրեց, 175 տարի։ Եվ Աբրահամը լավ ծերությամբ ալևորած և իր օրերիցը կշտացած ավանդեց իր հոգին և մեռավ, և իր ժողովրդին խառնվեցավ։ Եվ իր որդիքը Իսահակը և Իսմայելը թաղեցին նրան Մաքփելայի այրումը, որ Քետացի Սահարի որդի Եփրոնի արտումը Մամրեի դիմացն է։ Այն արտը, որ Աբրահամը Քետի որդիներիցը ծախու էր, այնտեղ թաղվեցավ Աբրահամը և իր կինը Սարան։ Եվ եղավ, որ Աբրահամի մեռնելուց հետո Աստված օրհնեց նրա որդի Իսահակը, և Իսահակը Լահայրոյի ջրհորի մոտ էր բնակվում։ Եվ սրանք են Աբրահամի որդի Իսմայելի ծնունդքը, որին Սարայի եգիպտացի աղախին Հագարը ծնեց Աբրահամի համար։ Եվ Իսմայելի որդկանց անունները սրանք են իրանց անուններովը և իրանց ծնունդներովը։ Իսմայելի անդրանիկը Նաբեոթ, հետո Կեդար և Ադբեել, և Մապսամ, և Մասմա և Դումա, և Մասսե, Քոդադ և Թեմա, Հետուր, Նափես և Կեդմա։ Սրանք են Իսմայելի որդիքը։ Եվ սրանք են նրանց անուններն իրանց վրաններովը և իրանց գեղերովը, 12 իշխաններ էին իրանց ազգերի համեմատ։ Եվ սա է Իսմայելի կենած օրերը, 137 տարի։ Եվ իր հոգին ավանդեց և մեռավ, և իր ժողովրդին խառնվեցավ։ Եվ իսմայելացիք բնակվեցին Եվիլայից մինչև Սուր, որ Եգիպտոսի դիմացը Ասորեստան գնալու ճանապարհի վրա է, բոլոր իր եղբայրների առջև բնակվեց։ Եվ Աբրահամի որդի Իսահակի ծնունդքները սրանք են։ Աբրահամը ծնեց Իսահակին, և Իսահակը 40 տարեկան էր, երբ որ միջագետից Ասորի Բաթուելի աղջիկ Ասորի Լաբանի քույր Ռեբեկային իրան կին առավ։ Եվ Իսահակն աղաչեց Եհովային իր կնոջ համար, որ ամուլ էր։ Եվ Եհովան լսեց նրա աղաչանքը, և նրա կինը Ռեբեկան հղացավ։ Եվ տղերքը խաղում էին նրա արգանդումը, և նա ասեց. «Եթե այսպես է, ինչու եղավ ինձ այս»։ Եվ գնաց Եհովային հարցնելու։ Եվ Եհովան ասեց նրան. «Երկու ազգեր կան արգանդիդ մեջ, և երկու ժողովուրդներ կբաժանվին քո որովայնից։ Եվ ժողովրդի մեկը մյուսից զորավոր կլինի, և մեծը կծառայե փոքրին»։ Եվ երբ որ նրա օրերը լրացան, որ ծներ, և ահա երկվորյակ էին նրա արգանդումը։ Եվ առաջինը ելավ կարմրագույն, բոլոր մարմինը մազոտ վերարկուի պես էր։ Եվ նրա անունը Եսավ դրին։ Եվ նրանից հետո ելավ նրա եղբայրը, և նրա ձեռքը բռնել էր Եսավի գարշապարիցը, և նրա անունը Հակոբ դրին։ Եվ Իսահակը 60 տարեկան էր նրանց ծնելու ժամանակը։ Եվ մանուկները մեծացան, և Եսավը վարպետ որսորդ, դաշտի մարդ եղավ, իսկ Հակոբը համեստ մարդ էր և բնակվում էր վրանների մեջ։ Եվ Իսահակը սիրում էր Եսավին, որովհետև որս էր ուտում, բայց Ռեբեկան Հակոբին էր սիրում։ Մի օր Հակոբը թան էր եփում։ Եսավը դաշտից եկավ և սոված թուլացած էր։ Եվ Եսավը ասեց Հակոբին. «Խնդրեմ այդ շիկաթանիցը թող դուր ուտեմ, որովհետև ես թուլացել եմ»։ Սրա համար անունը Եդովմ կոչվեցավ։ Եվ Հակոբն ասեց. «Ծախիր ինձ վրա այսօր քո անդրանկությունը»։ Եվ Եսավն ասեց. «Ահա ես գնալով մեռնելու եմ, և ինչ պետք է ինձ անդրանկություն»։ Եվ Հակոբն ասեց. «Այսօր ինձ երդում արա»։ Եվ նա երդում արավ նրան, և իր անդրանկությունը ծախեց Հակոբին։ Եվ Հակոբն Եսավին հաց և ոսպի թան տվավ, և նա կերավ և խմեց, և վեր կացավ և գնաց, և Եսավն անարգեց անդրանկությունը։